Մերձ Մոսկովյան Վիդնոյ քաղաքի Մետալուրգ ֆուտբոլային խաղադաշտում լարված պայքարով, սպորտային կրքերով ու մարտական ոգով լի մինի ֆուտբոլի ընկերական մրցաշար էր։ Խաղադաշտում ֆուտբոլային գավաթի համար պայքարում են շամյանցիների 8-ից 13 տարեկան տարիքային խմբի Ներքինշեն, Խարխափոտ, Հայպարիս, Վերինշեն, Գյուլիստան, Կարաչինար մանկապատանեկան թիմերը։ Եվ նրանց կողքին զուգահեռ թեժ մրցապայքարի են պատրաստում նաև 40-ից բարձր տարիքային խմբի նույնանուն ֆուտբոլային թիմերի ֆուտբոլիստները։ Սա Ռուսաստանաբնակ շամյանցիների մեր վերածնունդը համայնքի հերթական մարզական ձեռնարկն էր, որը նման ձևաչափով անց էր կացվում առաջին անգամ։ Համայնքի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները Ռուսաստանում սփռված շահմյանցիների միջև կապի ու երկխոսության մասին է, նկատում է մեր վերածնունդը համայնքի ղեկավարն ու հավելում, որ այս ձևաչափով ֆուտբոլային մրցաշարի անցկացումը շրջադարձային է համայնքի կյանքում եւ նպատակ ունի կամրջել շահմյանցիների ավագ ու կրտսեր սերնդի ներկայացուցիչներին ոչ միայն սպորտի, այլև ինքնության, արմատների, հայրենիքի եւ պատմության շուրջ։ Այս մրցաշարը սպորտային լինելուց զատ ունի խորհրդանշական իմաստ, քանի որ այսօր կողք կողքի նույն դաշտում իրար հետ մրցում են շահումյանցիների նոր կյանք մտած եւ արդեն փորձ եւ իմաստություն ունեցող սերունդների ներկայացուցիչները, եւ բոլորին այսօր մեկտեղում միավորելու է ոչ թե տարիքը, այլ սերը մեր պատմության ու փոքր հայրենիքի հանդեպ։ Շամյանի շրջանի գյուղերը ներկայացնող ֆուտբոլային թիմերի թե ավագ, թե կրտսեր սերնդի ֆուտբոլիստները կողք կողքի լարված, սակայն գեղեցիկ ֆուտբոլային խաղով մի քանի ժամ շարունակ նախ խմբային, հետո կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում ցուցադրում էին թեժ խաղ, որն աչքի էր ընկնում ֆուտբոլիստների տեխնիկական բարձր պատրաստվածությամբ, դիպուկ փոխանցումներով, հաղթելու կամքով եւ իրենց մրցակիցների նկատմամբ հարգալից ու ընկերային վերաբերմունքով։ Փորձառու մարզիչների հրահանգով անցկացվող գոլերով առատ ու մրցակցային խաղի ամեն մի պահը տպավորիչ էր, վառ ու էմոցիաներով լի։ Պատանի ֆուտբոլիստների թիմային պայքարում հաղթելու ցանկությունից զատ նկատելի էր պատասխանատվություն իրենց ազգային ինքնության ու տեսակի նկատմամբ։ Այս միջոցառումները միավորում են մեր երիտասարդությանը, մոտիվացնում են սպորտով զբաղվելու, բարձրացնում են նաև մեր թիմային ոգին ու բացի դա մենք զգում ենք հպարտություն մեր ինքնության համար։ Ուրիշ երկրում տունտեղ դրած հայրենիքի կարոտը սրտներում ամբարած մեծ ու փոքր շամյանցիները առանձնատուկ ջերմությամբ էին ողջունում տպավորիչ խաղով աչքի ընկնող իրենց նախընտրած թե կրտսեր թե ավագ սերնդի թիմերին։ Մրցաշարը համախմբել էր նրանց ոչ միայն իրենց արմատների եւ ավանդույթների, այլև պատմական հիշողության շուրջ։ Համ ֆուտբոլը, համ էլ կուզեմ, որ հավաքվենք, ցես մեր օպերացիա շատ լինի, որ մեր ժողովուրդը իրար հանդիպեն, շփումը շատ լինի, իրար հասկանանք, որ միապան լինենք։ Ես Կարաչինար գյուղից եմ ու բնականաբար երկրպագում եմ այդ թիմին։ Շատ լավ է, որ ֆուտբոլ ենք խաղում, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր շփումը։ Այստեղ ես հանդիպեցի մարդկանց, անգամ հարազատների, ում վաղուց չէի տեսել։ Այնպես որ այսօր շատ կարևոր էր, որ մենք միասին ենք, համախմբված մեր հիշողության շուրջ։ Նման հանդիպումներով մենք շատ բան ենք փորձում փոխանցել ու սովորեցնել մեր երիտասարդներին, սակայն ամենակարևորը ուզում ենք նրանց միավորել մեր ազգային երազանքների ու վերածննդի գաղափարի շուրջ, ասում են փորձառու ֆուտբոլիստները։ Մենք այսօր շատ հրաշալի մի բան ենք կազմակերպել։ Մեր այսօրվա խաղով շատ բան ենք ուզում սովորեցնել մեր երիտասարդներին։ Թող նայեն ու տեսնեն, որ այս տարիքում եւս կարողանում ենք ոչ միայն խաղալ, այլև փորձում ենք պահպանել կապը մեր հարազատների, համագյուղացիների ու նաեւ հայրենիքի հետ։ Ու դա հնարավոր է միայն մեր միասնականությամբ։ Ես վաղուց էի երազում մեծանալ ու պաշտպանել իմ հայրենի գյուղի դրոշը, խորհրդանիշերը։ Իմ այդ երազանքը արդեն 2 տարի իրականանում է այս ձևով, սպորտի միջոցով։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման հնարավորության համար։ Ամեն ինչ շատ հիանալի է։ Սպորտային օրվա ավարտին մինի ֆուտբոլի ընկերական մրցաշարի առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերն են զբաղեցնում 40-ից բարձր տարիքային խմբի Հայպարիս, Վերինշեն, Գյուլիստան եւ 8-ից 13 տարեկան տարիքային խմբի Վերինշեն, Ներքինշեն եւ Կարաչինար ֆուտբոլային թիմերը։ Թե ավագ, թե կրտսեր սերնդի ֆուտբոլային թիմերը մրցաշարի լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, լավագույն հարձակվող, լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն մարզիչ անվանակարգերում պարգևատրվում են հատուկ հուշանվերներով։ Մրցանակներ, պատվոգրեր եւ հուշանվերներ են ստանում նաեւ մրցաշարի մնացած բոլոր մասնակիցները։
Մրցաշարում սերունդների միջև կապի կենթանի օրինակ հանդիսացող 3 ամենատարեց 79-ամյա Վլադիմիր Ավակյանը, 69-ամյա Արտուշ Այրյանը եւ 68-ամյա Ռոման Գևորգյանը ստանում են հատուկ պատվոգրեր։ Մինիֆուտբոլի ընկերական մրցաշարից ռուսաստանաբնակ շամյանցիները հեռանում են էլ ավելի համախմբված ու մտերմացած հայրենիքի կարոտի, վերադարձի հույսի ու նոր հանդիպման ակնկալիքով։ Սուսաննա Հովհաննիսյան, Մհեր Մկրտչյան, Արման Մսերյան, Մոսկվա, Երկիրն այսօր։